Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր մենք զրուցելու ենք ճապոնացի նշանավոր գրող Ռյունոսկե Ակուտագավայի էսեի մասին, որի վերնագիրն է Պիգմեի խոսքերը կամ գուցե գաճաճի խոսքերը։ Ահա այս ժողովածույում է զետեղված։ Այդ էսսեն ըստ էության աֆորիզմների հավաքածու է, որոնք գրի են առնվել 1923-27 թվականներին։ Դա գրողի ուր շրջանի ստեղծագործություն է, թեև այստեղ այս դեպքում այնքան էլ տեղին չէ խոսել ուր շրջան, որովհետև Ակուտագավան ապրել է ընդամենը 35 տարի։ 1927 թվականին նա ինքնասպանություն է գործել, որովհետև շատ էր տառապում հոգեկան խանգարումներից։ Ակուտագավան հայտնի է իհարկե նախ եւ առաջ իր նովելներով, մանրապատումներով, մեր ընթերցողին թերևս ամենահայտնին Թավուտում պատմվածքն է։ Կուրասավայի ֆիլմներ կա ասկարակիր։ Այստեղ իրականությունը այդ պատմվածքում այսպես ասած կազմալուծվում է տարբեր մեկնությունների ճնշման տակ։ Երևի պոստմոդեռնիզմի առաջին ծիծեռնակներն են։ Բայց այս էսսեն, որի մասին մենք հիմա խոսում ենք, ինչպես պնդում են գրականագետները, օգնում է հասկանալու նրա ամբողջ ստեղծագործությունը։ Ինչու Պիգմեի խոսքերը։ Նախ դրանով հեղինակը հավանաբար փորձում է համեստություն անել, նաև ինչ որ ցուցադրական, էպատաժային ինքնանվաստացում է։ Աֆորիզմներից մեկում նա գրում է Ջոնաթան Սվիֆթի խելագարության մասին եւ ավելացնում է, որ երջանիկ է այն պատճառով, որ Սվիֆթի մակարդակի հանճար չէ։ Ասեմ, որ նա Տոկիոյի համալսարանում ուսումնասիրում էր հենց անգլիական գրականությունը։ Պիգմեի խոսքերը վերնագրի ավելի խորքային իմաստը այն է, որ հեղինակը գերադասում է փոքրը, սովորականը, կյանքի հետ անմիջական կապ ունեցողը, քան բարդ, երկար, աշխատատար եւ փիլիսոփայական կոնցեպցիաներով հագեցված գործերը։ Ռեմբրանտի ինքնանկարը, երբ նա 60 տարեկան էր, գրում է նա, ինձ ավելի թանկ է, քան Միքելանջելոյի ահեղտատաստանը, որ նա նկարը։ Էսեի հենց առաջին էջերում, այսպես ասած, Պիգմեի աղոթքն է։ Հեղինակը խոսում է ի վերջո հենց չափի մասին։ Ասում է, խնդրում եմ ինձ մի դարձրու աղքատ, որն անգամ բրնձի հատիկ չունի, բայց նաև մի դարձրու հարուստ, որը չի կարող հագենալ իր հարստությունից։ Մի դարձրու ինձ հիմար, որը ցորենը որոմից չի տարբերում, այստեղ ավետարանի հայտնի առակն է ակնարկում, բայց մի դարձրու նաև իմաստուն, որը գիտի, թե որտեղից կգան ամպերը։ Աֆորիզմների մեծ մասը կառուցված է այսպիսի պարադոքսների ձևով։ Օրինակ, կյանքը լուցկու տուփի նման է։ Դրան լուրջ մոտենալը հիմարությունների հիմարություն է։ Բայց դրա հետ լրջորեն չվարվելը վտանգավոր է։ Այսպիսի մի պնդում։ Բնականաբար հարց է առաջանում. եթե ոչ լուրջ եւ ոչ անլուրջ, ապա ինչպես։ Ակուտագավան ոչ միտեղ չի տալիս դրա ուղիղ պատասխանը, բայց ենթադրվում է, որ կյանքում, ինչպես նաև արվեստում, բարոյական, քաղաքական եւ բոլոր մնացած հարցերում պետք է գտնել լրջության եւ անլրջության չափը։ Օրինակ գրում է. արդարությունից, որպես այդպիսին, պետք չէ վախենալ, պետք է վախենալ սադրիչների պերճախոսությունից։ Քաղաքականությանը Ակուտագավան նայում է հատուկ հեգնանքով։ Ասում են, որ քաղաքական հանճարը, ճակերտների մեջ առնենք այդ բնութագիրը, ժողովրդի կամքը վերածում է սեփական կամքի, բայց գրում է հեղինակը, ճիշտ հակառակն է, նա իր կամքը
վերածում է ժողովրդի կամքի, կամ համենայն դեպս ստիպում է հավատալ, որ այդպիսին է ժողովրդի կամքը։ Ինչպես եւ ցանկացած մտավորականի, գրողի մոտեցումը փոքրինչ սնոբիստական է։ Շղթայված ստրուկը, գրում է Ակուտագավան, երազում է, որ նրա շղթան հնարավորինս հաստ լինի։ Կամ մեկ այլ աֆորիզմ. բռնապետին բռնապետ անվանելը միշտ վտանգավոր է, բայց այսօր պակաս վտանգավոր չէ ստրուկին ստրուկ անվանելը։ Այդպես էր 100 տարի առաջ, երբ նա գրում էր իր աֆորիզմները, այդպես է նաև այսօր։ Կամ մեկ այլ արդիական միտք. հասկանալ, որ ժողովուրդը հիմար է, դրանով, այսինքն դա հասկանալու համար, չարժե հպարտանալ, բայց հասկանալ, որ մենք ինքներս հենց ժողովուրդն ենք, այ դրա համար արժե հպարտանալ։ Պոպուլիզմին և կեղծավորությանը նվիրված գրողը ևս մի քանի աֆորիզմ ունի։ Օրինակ, որպեսզի համարվես մի մարդ, որի խոսքը չի հակասում գործին, պետք է կատարելության հասնես արդարանալու կարողության մեջ։ Հիմա շատ են, չէ՞, արդարացողները։ Կամ արվեստ արվեստի համար գաղափարի ջատագովները մեծ մասամբ իմպոտենտ են արվեստում։ Ճիշտ այնպես, ինչպես բոցավառ ազգայնականները սովորաբար մարդիկ են, որոնք հայրենիք չունեն։ Մեզանից ոչ մեկին պետք չէ այն, ինչը մենք արդեն ունենք։ Նույն թեմայով մեկ այլ միտք. ամենաշատը մենք ցանկանում ենք հպարտանալ մեր չունեցածով, մեր չունեցած բաներով։ Օրինակ, մեկը հրաշալի տիրապետում է գերմաներենին, բայց նրա դարակում միայն անգլերեն գրքեր են։ Այդ պարադոքսների վրա Ակուտագավան կառուցում է նաև գեղագիտական եւ բարոյական չափանիշները։ Նա գրում է. այսօր ժողովուրդը չի սիրում ճապոնական ծաղկեփնջերը։ Այսօր ժողովուրդը չի սիրում ճապոնական ծաղկեփնջերը։ Հետևաբար դրանք վատն են։ Այսօր ժողովուրդը սիրում է բրազիլական սուրճ։ Հետևաբար սուրճը անշուշտ լավն է։ Բնականաբար գրողը ծաղրում է այդ դատողությունը եւ հեգնական ինտոնացիան շեշտվում է նաև նրանով, որ այդ հատվածը ներկայացվում է որպես դասախոսություն, որը Մեֆիստոֆելը, այսինքն սատանան, կարդում է ուսանողներին պրոֆեսոր ձևանալով։ Նույն հակասական վիճակն է նաև բարոյական ոլորտում։ Մոր սերը երեխայի նկատմամբ ամենաանշահախնդիրն է, բայց այդ սերը ամենաքիչն է նպաստում երեխայի դաստիարակությանը։ Դրա ազդեցության տակ կամ այստեղ Ակուտագավան փոքրիկ վերապահում է անում։ Հիմնականում դրա ազդեցության տակ երեխան դառնում է կամ դեսպոտ, կամ ոչնչություն։ Եվ վերջում երկու աֆորիզմ, որոնց արդիականությունը կարծում եմ ոչ ոք չի վիճարկի։ Ոչ ոք դեմ չէ կուռքերի տապալմանը, բայց ոչ ոք կարծես չի առարկում, որ իրեն են կուռք դարձնում։ Եվ ինձ ամենաշատ դուրեկածը եւ ամենակարճը։ Ապուշը բոլորին, բացի իրենից, ապուշ է համարում։ Լավ մնացեք։